Ես գիտեմ, որ դու վտանգը 100 կիլոմետրից գնում ես Բեկ ջան, բայց Լիային չի կարելի վստահել։ Կոնկրետ ինչ-որ ֆակտ ունես, տենց բան արտահայտվելու համար, թե պրոստը ֆանտազիայի արդյունքն է։ Կարող է աչքես դրեմերեն։ Նարկոմաններին չեն վստահում Բեկ, այդ օրենք է։ Լիան թարգել է։ Այսօր թարգել է, վաղը դոզի համար կծախի քեզ։ Մանչ, կոնկրետ, ինչ կա Լիայի դեմ։ Ընդհանրեն առաջարկում եմ այդքան չվստահես։ Ես ոչ մեկին չեմ վստահում։ Բայց դու իրան ավելի շատ մոտիկ ես թողել, քան այլ որևիցե մեկին։ Լիան գիտի ինչ կլինի իրա ու իր ընտանիքի հետ, եթե հանկարծ իմ դեմ ելավ։ Բեկ, մենթերը վաղոյի նման տղուն են կոդրել, որ ուզենան Լիան իրենց վրա աշխատի, քեզ թվում է չեն կարանա ստիպեն։ Կստիպեն, որ ուզենան։ Մտածում ես սիտուացիան չեմ տիրապետում։ Ես տես բան Պատասխանին։ չեմ մտածում։ Բայց ստրախովկեն պետք է պահել։ Մանավանդ որ հավը կողմից ճնշում են։ Ինչ ես առաջարկում։ Մարդ դնենք պոչին թող հետևի։ Տենան ուրա գնում ու մետա տալի աղնում։ Տենց ավելի ճիշտ կլինի։ Ամեն դու հանգիստ կլնես։ Լավ։ Զբաղվի այդ հարցով, բայց շատ զգուշ։ Ինքը պիտի չջոգի, որ իրան հետևում են։ Եղավ ցավոք։ Ազատ ես։ Երեխեք, ես չեմ արդարացնում Դավոյին, բայց հասկանում եմ։ Նանեի հետ կատարված դեպքից հետո ինք ուղղակի չէր կարող ուրիշ ձև վարվել։ Ես էլ եմ հասկանում, բայց այդ Դավոյին իրավունք չի տալիս առանց մեր հետ քննարկելու նման քայլ անի։ Ու էլ չեմ ասում Վարդանին, որ կարող է տարիներով բերդում նստի մի բանի համար, որ չի արել, որովհետև մեր ընկերը տենց է որոշել։ Իսկ Վարդան իր կյանքը վտանգել է, որ մեզ փրկի։ Դավը մտածում է, որ Սյուզին փրկելու միակ հնարավորությունը Տիկոն այդ էլ պլանը չաշխատի։ Ու Դավոն սխալվում է, Սև, որովհետև Տիկոն Բեկին ընդհանրապես չի հետաքրքրում, մանավանդ որ իր անունը չի տվել։ Բեկը ուղղակի ուզում է Վարդանի կյանքը խորտակի, այդքան բան։ Հետո Տիկոն այն ֆիգուրը չի, որ Բեկը հանուն իրա հրաժարվի իր պլաններից։ Դավոն այելի ինգել է պանիկայի մեջ ու տարվել է էմոցիաներին։ Դե ես էլ եմ այդ ասում։ Ես թվում է Դավիթը ամենը շատ լավ հասկանում է, պետք չի իրան թերագնահատել։ Չէ, հիմա ինքը չի կարա իր վիճակը սառը դատի։ Ու իր պարագայում շատ հասկանալի է։ Դավոյի պլանը չի աշխատելու, եթե մենք Սյուզին չգտանք։ Մեր միակ տարբերակը Սյուզին գտնելու հետ բերելն է, որ բանը դրան չհասնի։ Եթե իհարկե Լիային հաջողվի տեղի իմանալ։ Երեխեք, չէի ուզում ասել, բայց քանի որ Դավիթը այստեղ չի, թվում է գաղտնի պահելու իմաստ չկա։ Ինչի մասին է խոսքը։ Լիան մտածում է, որ Սյուզին հղի է։ Ու ինչի՞ց է տենց մտածում։ Բեկի նոթբուքի մեջ հղիների մասին ինչ-որ հոդված է տեսել, հետո հեռախոսազանգն է լսել ու այդ եզրակացությանն է եկել։ Սա պատկերացնում եք հիմա Սյուզիի վիճակը ինչ է։ Չէ դու լավ ես արել, որ Դավոյին բան չես ասել, թե չէ ընդհանրապես adekvatությունը կկորցներ։ Լավ է Բեկը ընդհանրապես սրբություն չունի։ Նա վաղուց անցել է բոլոր սահմանները։ Ուրիշ կատեգորիաներով դատում այդ դրա համար էլ տենց վտանգավոր է։